Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Այսօրվանից դեղորայքային տեղեկատու հաղորդաշարում սկսվում են նկարահանումները սիրտանոթային համակարգի դեղամիջոցների մասին տեսանյութերը եւ մեր այսօրվա առաջին թողարկումը լինելու է կոնկոր դեղամիջոցի մասին։ Հարգելի հետևորդներ, մինչև սկսեմ կոնկորի մասին թեման պատմել, ասեմ ձեզ, որ այն դեղամիջոցների շարքին է պատկանում, որը օրվա ընթացքում, նույնիսկ ես կասեի մեկ հերթափոխի ընթացքում 90% դեպքերում դեղատներում ունենում է տուփերով վաճառք, որովհետև եւ գինն է բավականին մատչելի դարձել նախորդ տարիների համեմատ եւ ազդեցությունը շատ լավն է։ Այս դեղամիջոցը Հայաստանում ունի լայն տարածում սպառողների շրջանում։ Հարգելի հետևորդներ, կոնկորը թողարկվում է 2.5, 5 եւ 10 միլիգրամ դեղաչափերով։ Ազդողնյութն է բիսապրալոլ։ Պատկանում է բետա ադրենոպաշարիչ դեղերի խմբին, կամ այլ կերպ նաև անվանում են բետա բլոկատորներ։ Բետա ադրենոպաշարիչները կամ բետա բլոկատորները սրտանոթային տարբեր հիվանդությունների ժամանակ նշանակվող ամենապահանջված դեղաբանական խումբն են համարվում։ Բետա-պաշարիչները կամ ադրենոպաշարիչները, ինչպես ընդունված է անվանել դեղաբանական խմբերի անվանումների ժամանակ, կամ բլոկատորները, որ բառն էլ որ լսեք, իմացեք, որ ճիշտ է, հիմնականում արգելակում է գլխավորապես բետա 1 եւ բետա 2 ընկալիչները, որի միջոցով նաև արգելակվում է նորեպինեֆրինի եւ էպինեֆրինի ազդեցությունը օրգանիզմի վրա։ Ինչ է տեղի ունենում սրա արդյունքում այս դեղամիջոցները նվազեցնում են սրտի հաճախականությունը, իջեցնում արյան ճնշումը եւ լայնացնում արյունատար անոթները։ Սիրելի հետևորդներ, հիմա ես ուզում եմ խոսել կոնկոր կորի մասին, որը թողարկվում է 2.5 միլիգրամ դեղաչափով։ 5 միլիգրամը եւ 10 միլիգրամը արդեն դոզայով ավելի բարձր են, սակայն մենք խոսում ենք նույն բիսապրալոլ դեղամիջոցի մասին, պարզապես ունի 3 դոզա, 2.5, 5 եւ 10, որոնք իրարից քիչ թե շատ փոքրինչ տարբերվում են, կարելի է այսպես ձևակերպել նախադասությունը, բայց 90% դեպքերում կատարում են նույն գործողությունը։ Դոզան ընտրում է բացառապես բժիշկը, ոչ ոք իրավունք չունի, նույնիսկ դեղատան աշխատակիցը կոնկորի դեպքում իրավունք չունի դեղի դոզան փոխելու, բարձրացնելու կամ իջացնելու, սա բացառապես իրավունք ունի անելու ձեր բուժող բժիշկը, սրտաբանը։ 2.5 միլիգրամանոց կոնկորը ցուցված է զարկերակային հիպերտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության եւ անբավարարության դեպքում։ Ինչ բան է զարկերակային հիպերտենզիա։ Զարկերակային հիպերտենզիան, ավելի ճիշտ զարկերակային ճնշման կայուն բարձրացումն է 140-90-ից բարձր, ինչը արդեն խոսում է սիրտանոթային հիվանդության ռիսկի բարձրացման մասին։ Որքան բարձր է լինում մարդու մոտ զարկերակային ճնշումը, այնքան քիչ է լինում ապրելու հույսը, որովհետև բարձր զարկերակային ճնշումից կարող է առաջանալ սրտի կանգ, ինֆարկտ եւ մնացած այլ հիվանդությունները։ Ինչպես արդեն նշեցի, կոնկոր 2.5-ը ցուցված է նաև սրտի իշեմիկ հիվանդության դեպքում։ Ինչ բան է սրտի իշեմիկ հիվանդությունը։ Այն իրենից ներկայացնում է սրտամկանի արյան վատ մատակարարումը։ Սրտի իշեմիկ հիվանդություն հասկացության մեջ ներառված են կրծքային հեղձուկը, այսինքն սուր վիճակը, խրոնիկ եւ օջախային վիճակները։ Այս երեքը իրարից արդեն տարանջատում է բացառապես բժիշկը։ Դա արդեն կախված է հիվանդի վիճակից։ Երրորդը, ինչպես նշել էի, որ կոնկոր 2.5-ը ցուցված է, դա սրտային անբավարարությունն է։ Ինչ բան է սրտային անբավարարություն։ Քիչ թե շատ նման է իշեմիկ հիվանդության բնորոշմանը, սակայն բնորոշվում է մի հստակ վիճակով, երբ սիրտը անկարող է լինում մատակարարել պահանջվող թթվածինը մնացած օրգաններին։ Այսինքն սիրտը անկարող է լինում իրականացնել օրգանիզմի կարիքներին համապատասխան արյան շրջանառությունը։ Հարգելի հետևորդներ, կոնկոր կորը, այսինքն 2.5 միլիգրամանոցը
5 միլիգրամանոցը, կոնկորը և 10 միլիգրամանոցը, սրանք բոլորն էլ ցուցված են նույն վիճակների դեպքում։ Բացառություն է կազմում միայն կոնկոր 2.5 միլիգրամը, որը բացի բարձր զարկերակային ճնշում ունենալու և սրտի իշեմիկ հիվանդության դեպքում նաև ցուցված է սրտային անբավարարության ժամանակ։ Իմացած եղեք, եթե կան մարդիկ, ովքեր խմում են 2.5 միլիգրամը և բժիշկը բացառապես չի փոխում այս դեղամիջոցի դոզան, դա նշանակում է, որ սիրտը անկարող է լինում մնացած օրգանների կարիքներին համապատասխան կատարել արյան շրջանառությունը մարդու օրգանիզմում։ Սա է այն միակ տարբերությունը, որը ընկած է 2.5-ի, 5-ի և 10 միլիգրամանոց դոզաների միջև։ Այժմ փորձեմ ընդհանրացնել ու մեկ մտքում ձևակերպել 2.5 միլիգրամանոց կոնկորի ցուցումը։ Այն օգտագործվում է զարկերակային հիպերտոնիայի, սրտի խրոնիկ անբավարարության, ինչպես նաև ստենոկարդիայի բուժման դեպքում։ Նվազեցնում է սրտի զարկերի հաճախականությունը, կարգավորում է զարկերակային բարձր ճնշումը։ Այն սովորաբար ընդունում են առավոտյան 1 դեղահաբից քաղցած վիճակում։ Հիմա ներկայացնեմ կոնկոր 5-ի և կոնկոր 10 միլիգրամանոց դեղամիջոցների ցուցումը։ 5 և 10 միլիգրամները նպաստում են նույնպես բարձր զարկերակային ճնշման իջեցմանը, ինչպես նաև կարգավորմանը, նվազեցնում են սրտի զարկերի հաճախականությունը։ Այս երկու դեղամիջոցները, թե 5, թե 10 միլիգրամանոցները, նաև օգնում են բարձրացնելու դիմադրողականությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Ինչու եմ սա շեշտում, որովհետև տարեցների շրջանում կան մարդիկ, ովքեր ընդունում են կոնկորի 5 կամ 10 միլիգրամանոցը և այնպիսի բնույթի աշխատանք են կատարում, որ իրենց աշխատանքը պահանջում է շարժունակություն, անընդհատ քայլում են կամ անընդհատ աստիճաններով վեր ու վար են անում, ելնելով աշխատանքի բնույթից և չի բավականացնում սրտի ներողություն ոչ թե սրտի, այլ չի բավականացնում շնչառությունը։ Այս դեպքում, եթե բժիշկը ձեզ նշանակում է 5 կամ 10 միլիգրամանոց արդեն ըստ իր ցուցման և ըստ իր հայացողության որպես սրտաբան, իմացած եղեք, որ դուք ապահով ձեռքերում եք, որովհետև սրանք դիմադրողականությունը պահպանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Հարգելի հետևորդներ, կոնկորի մասին ինֆորմացիան, որ ես կարող էի տրամադրել YouTube-յան հարթակով, այսքանն էր։ Մնացած բոլոր մանրամասները, կողմնակի երևույթները, հակացուցումները արդեն ճշտելու եք ձեր բժշկից։ Եվ մի կարևոր հավելում էլ անեմ, սա այն դեղամիջոցների շարքին է պատկանում, ընդհանրապես սրտանոթային համակարգի դեղերը, դրանք այն դեղերն են, որ դրանց հետ աշխատելու իրավունք ունի միայն համապատասխան նեղ մասնագետը։ Դեղատան աշխատակիցը կամ բուժքույրը կամ ուրիշ մասնագետ, որը չունի սրտաբանի համապատասխան արձինատուռ անցած օրակավորում, իրավունք չունի որևէ դեղորայք նշանակելու, փոխելու, դոզաները բարձրացնելու կամ իջացնելու։ Իր մասնագիտական ունակության շրջանում նա կարող է տալ ձեզ խորհրդատվություն, այսինչը կարելի է կամ այնինչը չի կարելի, բայց իմացած եղեք, եթե դուք ընդունում եք կոնկոր, դոզան կապ չունի այս դեպքում, կամ կոնկորի նման շատ դեղեր ունենք մենք, նոլիպրել ֆորտե ենթադրենք, խմում եք տրիպլիքսամ, պլավիքս, կարդիոմագնիլ, նեբիլետ, կոպրենեսա, կոամլեսա և նմանատիպ շատ դեղեր, որոնք մենք ունենք, որովհետև սրտանոթային համակարգի դեղերը սարսափելի թիվ են կազմում մեր երկրում, բոլոր բուժումները, ցուցումները, դեղերի հանումը, ընդունումը, մնացած բոլոր մանրամասները ճշտում եք ձեր բժշկից։ Միայն նա կարող է ձեզ ցուցում անել կամ եղանակի փոփոխման հետ դոզաները բարձրացնել կամ իջեցնել։ Այսքանը սիրելի հետևորդներ, հուսամ տեսանյութը ձեզ դուր եկավ և ստացաք ձեզ հուզող հարցերի պատասխանը կապված կոնկոր դեղամիջոցի մասին։ Եղեք առողջ և լավ մնացեք, մենք էլի հանդիպելու ենք։